Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք պետք է վերջնականապես կողմնորոշվենք, թե ում հետ եւ ինչ ատոմային կայան ենք կառուցելու, որովհետեւ ինչպես գիտեք, 2036 թվականին գործող ատոմակայանի ռեսուրսը սպառվում է եւ իդեպ ատոմակայանի փակումը որպես դե յուրե պարտավորություն Հայաստանը ստանձնել է հեղափոխությունից առաջ, նախորդ իշխանության օրոք 2017 թվականին։ Չնայած պիտի ասեմ, որ զարգացող տեխնոլոգիաները հնարավոր է թույլ տան 2036-ից հետո եւս մեկ անգամ երկարացնել հայեկի շահագործման ժամկետը եւ մենք այս մասին քննարկումներ ենք վարում արդեն բավական ժամանակ հնարավոր գործընկերների հետ։ Նման որոշում իհարկե կկայացվի միայն միջազգային իրավասու կառույցների հետ սերտ գործակցությամբ եւ համաձայնությամբ։ Բայց հարկ համարեցի բարձրաձայնել, որ մենք այս թեմայի շուրջ արդեն բավականի երկար ժամանակ աշխատում ենք։ Էներգետիկան այն ոլորտն է, որտեղ զարգացումները առավել քան դինամիկ են, եւ մենք պետք է ուսումնասիրենք մեր երկրում էլեկտրական էներգիա արտադրելու բոլոր հնարավորությունները, գեոթերմալ տեխնոլոգիաներից սկսած, կանաչ ջրածնով ավարտած եւ իդեպ ջրածնի արտադրությունը շատ երկրներում հիմա արդեն փորձարկվում եւ կիրառվում է որպես բնական գազի այլընտրանք, որովհետեւ բնական գազի համաշխարհային պաշարները ապագա որևէ մի կետում սպառվելու են։